Ողջունում եմ ձեզ բոլորիդ Հիսուս Քրիստոսի անունով, թող Աստված առատապես օրհնի ձեզ բոլորիդ, թող Աստված առաջնորդի մեզ այս ժամանակի մեջ, որպեսզի նրա անունը փառավորվի եւ թող Աստված մեզ իմաստության եւ գիտության հոգի տա, որպեսզի մենք հասկանանք նրա խոսքը, լցվենք հավատքով, կերպարանափոխվենք եւ նմանվենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ այսօրվա խոսքը, որ ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, կոչվում է այսպես. երբեք մի ասա երբեք։ Գիտեք, հարազատներս, մենք շատ ենք սիրում այս խոսքը օգտագործենք եւ ասենք երբեք։ Երբեք չի լինի, երբեք չի փրկվի, երբեք չեմ հասնի։ Բայց գիտեք, Հիսուսը շատ հստակ այս տեսակի բոլոր ասածների վրա ասեց. ինձ համար ամեն բան հնարավոր է։ Եվ Մատթեոս ավետարանի 19-րդ գլխի 26-րդ խոսքում գրված է. Հիսուսը նայեց նրանց եւ ասաց. մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծո համար ամեն բան հնարավոր է։ Տեսնում եք, հարազատներս, այո, կա ժամանակ, երբ որ մարդու համար դա անհնարին է, քո ուժերից վեր է, բայց Աստծո համար ամեն բան հնարավոր է։ Դրա համար Աստված հորդորում է, դրա համար Աստված իր խոսքի մեջ հստակ տվել է դա, որպեսզի մենք գիտենանք, որպեսզի մենք գնանք մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ ինչպես գրված է Մարկոս ավետարանի 9-րդ գլխի 23-րդ խոսքում, այսպես. Հիսուսը նրան ասաց. եթե կարող ես հավատալ, հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է։ Տեսնում եք, հարազատս, այստեղ Հիսուս Քրիստոսը դիմելով ասում է, եթե կարող ես հավատալ, այստեղ չի ասում դու 100% պիտի հավատաս, դու սուպերմեն ես, կարաս այսպես անես։ Ոչ, մենք սուպերմեն չենք։ Այո, լինում է ժամանակ, որ մենք թուլանում ենք, լինում է ժամանակ, որ մենք հավատքով ենք թուլանում, լինում է ժամանակ, որ մենք հարազատներս ընկճվում ենք, տրտմում ենք, ինչպես Հովհաննես Մկրտիչը հարազատներս, երբ որ բանտարկվեց, ուղարկեց իր աշակերտներին եւ ասեց. գնացեք հարցերեք ինքնա, թե մենք սպասենք ուրիշին։ Նույնիսկ այդպիսի հզոր մարգարեները, որ Հիսուս Քրիստոսը ասեց, իրանից մեծ մարգարե չի եղել մարդկության մեջ, նույնիսկ ինքը տրտմեց իր սիրտը եւ Հիսուս ասաց. գնացեք եւ ասեք, ինչ որ տեսնում եք։ Խուլերը լսում են, կույրերը տեսնում են, անդամալույսները կանգնում են, կաղերը բժշկվում են եւ երանի նրանց, ովքեր չեն գայթակղվի ինձանից։ Եթե կարող ես հավատալ, հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է։ Եթե չես կարող, դիմիր քո Տիրոջը եւ նա կօգնի, որտեւ քո Տերը զորած Տերն է եւ ինքը կարող է քեզ զորություն տալ։ Թուլացած ժամանակդ ամրացնի քեզ եւ զորություն տա։ Ինչպես Մարկոս ավետարանի նույն այդ գլխի 9-րդ գլխի 24-րդ խոսքում այսպես ասում. այդժամ տղայի հայրը աղաղակեց եւ արտասուքով ասաց։ Պատկերացնում եք ինչպիսի իրավիճակի մեջ էր այդ հայրը, որ աղաղակեց դեպի Տերը եւ արտասուքով լցված չամանչեց այդ բոլոր մարդկանց, ովքեր շրջապատում են Հիսուսին, որ ինքը այդ բոլորի առջև արտասվի, լացի եւ ասեց. հավատում եմ Տեր, բայց հետո ասեց օգնիր իմ անհավատությանը։ Գիտեք, ամեն մեկս էլ ասում ենք հավատում ենք Տեր, բայց լինում է ժամանակ դու հասկանում ես, հա ես ինձ կարամ խաբեմ, հա ես իմ ընկերներին կարամ խաբեմ, ես իմ քույր եղբայրներին կարամ խաբեմ, որ ես հավատում եմ, բայց իրականում ինձ օգնության կարիք կա։ Իրականում Տեր օգնի իմ անհավատությանը, որտեվ ես հասկանում եմ, որ այս իրավիճակի մեջ, որի ես գտնվում եմ, իմ ուժերից վեր է։ Իմ ուժերից վեր է, Տեր։ Բայց քեզ համար ամեն բան հնարավոր է։ Դրա համար, ինչպես կարդացինք Մատթեոս ավետարանի 19-րդ գլխի 26-րդ խոսքում, մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծո համար ամեն բան հնարավոր է։ Փառք Տիրոջը, որ Աստծո համար ամեն բան հնարավոր է, հարազատներս, ամեն բան։ Մենք սուպերմեններ չենք, եւ մենք թուլանում ենք, հարազատներս, եւ նույնիսկ ընկնում ենք, եւ նույնիսկ ուժասպառ ենք լինում,
որտև հոգին հոժար է, իսկ մարմինը տկար։ Այո, մենք տկարանում ենք, եւ մենք չպետք է գոռոզության, եսասիրության մեջ թաքցնենք դա։ Այո, մենք խոստովանենք ու ասենք առաջին Աստծուն. Աստված ջան, ես հոգնել եմ։ Աստված ջան, ես թուլացել եմ։ Աստված ջան, ես օգնության կարիք ունեմ։ Զորացրու ինձ, զորացտեր։ Փառք Աստծուն, հարազատներս, որ մենք ունենք զորացտեր, որը զորացնում է։ Միայն ու միայն խնդրում եմ քեզ, դու մի ասա, երբեք մի ասա, երբեք, որտև ամեն բան հնարավոր է հավատացողին։ Եվ վերջի տեղ ուզում եմ ձեզ կարդամ Եսայա մարգարեի 40-րդ գլուխ 29-ից 31-րդ խոսքը։ Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն և կվաղեն, ընտիր պատանիները ուժասպառ կլինեն, բայց Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով։ Արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվազի։ Տեսնում եք, հարազատներս, սկզբում ասում է, այո, իրանք էլ հոգնում են, իրանք էլ կթուլանում են, իրանք էլ այդ պատվական պատանիները ընկնում են ուժասպառ, բայց նորից խոսում է այս բայց Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով։ Ապավինիր Տիրոջը, եթե այսօր դու թուլացած ես, եթե այսօր դու ուժասպառ ես եղել, եթե այսօր հավատքդ թուլացել է, եւ դու տատանվում ես, եւ դու ընկնելուց եզրին ես, ապավինիր քո Տիրոջը, մտիր քո ծածուկ սենյակը, աղաղակիր քո Տերը եւ խնդրիր, որպեսզի նա նորոգի քեզ ուժով, որպեսզի դու արծվի պես թևերով նորից վեր սլանաս, վազես եւ չհոգնես, գնաս եւ չնվազես։ Հալելույա։ Փառք մեր Տիրոջը այդ հրաշալի խոսմունքների համար։ Փառք մեր Տիրոջը մեր զորած Աստծո համար, որ ամեն ով որ ապավինում է Տիրոջ վրա, ամոթով չի մնա։ Թող Տերը բոլորիդ օրհնի։ Զորացեք, ամրացեք Տիրոջ մեջ։ Մտեք ձեր ծածկուկ սենյակը եւ աղաղակեցեք դեպի Տերը, եւ թող զորած Տերը զորացնի ձեզ Հիսուս Քրիստոսի անունով, հանուն Հոր եւ Որդուն եւ Սուրբ Հոգու անունով։ Ամեն։ Տերը օրհնի բոլորին։